Հայ նոր թատրոնի և կինոյի հիմքերում Գաբրիել Սունդուկյանի Պեպո կատակերգությունն է։ Հայ դրամատուրգիայի հիմնադրի այս գործը ավելի շատ բեմադրություն է ունեցել, քան որևէ այլ պիես։ Այդ իմաստով Պեպոյի հետ համեմատելի է գուցե թե միայն Լևոն Շանթի հին աստվածները։ Այսօր երևանյան որևէ թատրոնում, հայկական առհասարակ որևէ թատրոնում Պեպոն չի խաղացվում։ Ժամանակակիցներից շատերին Պեպոն հնացած է թվում, հնամոդա է թվում, հատկապես բարբառի պատճառով Սունդուկյանին համարում են գավառական ու կենցաղային դրամատուրգ։ Դա սակայն թյուր պատկերացում է։ Ոչ մի հայ գրող չի ստացել այնպիսի հիմնավոր ու փայլուն կրթություն, ինչպես Գաբրիել Սունդուկյանը։ Հարուստ ընտանիքում ծնված Սունդուկյանը նախ տանն է կրթություն ստանում։ Հակոբ Շահան Ջրպետյանը նրան սովորեցնում է մի քանի լեզուներ, բացի այլ գիտելիքներից, նաև սովորեցնում է հունարեն, լատիներեն, իտալերեն, իսկ նրա կինը նաև ֆրանսերեն լեզուներ։ Հետո 2 տարի սովորում է Արզանյանի պանսիոնում, որից հետո ընդունվում է Թիֆլիսի ռուսական գիմնազիա։ Սա էլ ավարտելուց հետո 1848 թվականին Սունդուկյանն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ Լատիներենի, ֆրանսերենի, իտալերենի, ռուսերենի իմացություններին այստեղ ավելացնում է նաև պարսկերենի, թուրքերենի, վրացերենի տիրապետումը։ 1850 թվականին ավարտելով համալսարանը վերադառնում է Թիֆլիս, նախ աշխատանքի է ընդունվում Կովկասի փոխարքայի, Ցարական Ռուսաստանի փոխարքայի պալատում, բայց ավելի երկար աշխատում է Կովկասյան երկաթուղային վարչությունում որպես պետական խորհրդական։ Նրա կենսագրության այս մանրամասներին անդրադարձանք ասելու համար, որ տիրապետում էր բազմաթիվ լեզուների եւ սխալ է պատկերացումը, թե միայն թիֆլիսահայ բարբառին է տիրապետել։ Գևորգ Շմշկյանի վկայությամբ Սունդուկյանը սկզբում իրեն հեռու էր պահում հայ թատերական միջավայրից, բայց հենց իր դրամատուրգի խոստովանությամբ շատ է սիրել թատրոնը եւ Պետերբուրգում ուսանելու տարիներին բաց չի թողել տեղի թատրոնների որևէ նշանակալի ներկայացում։ Հենց Գևորգ Շմշկյանի հորդորով ու առաջարկով էլ նա սկսում է գրել հայկական թատերախմբերի համար։ Առաջինը գիշերվա Սաբր խերեր մեկ գործողությամբ կատակերգությունն էր, որը հաջողություն է գտնում։ Դրանից հետո Սունդուկյանը գրում է իր Խաթաբալա պիեսը, Խաթաբալա կատակերգությունը, որը թեև նույնպես հաջող բեմադրություն է ունենում, այնուամենայնիվ երկար տարիներ Սունդուկյանը մշակում է, ստանում երկրորդ տարբերակը։ Այդուհետ թե հայ կինոն միակ անգամ Յուրի Երզնկյանի բեմադրությամբ եւ թե հետագայում բոլոր թատրոնները, որ բեմադրում են Խաթաբալան, հենց հիմնվում են երկրորդ տարբերակի վրա։ Ինչպես Խաթաբալան, այնպես էլ Պեպո կատակերգությունը Սունդուկյանը թելադրել է Գևորգ Շմշկյանին։ Հենց Գևորգ Շմշկյանի համար է Սունդուկյանը ստեղծել Պեպոյի կերպարը, ասես ձևել կարել է հենց հատուկ նրա դերասանական տեսակը, նկարագիրը նկատի ունենալով, բայց Գևորգ Շմշկյանը միայնակ չէր կանգնած Պեպոյի կերպարի հիմքերում։ Գաղափարական իմաստով Զիմզիմովի դեմ պայքարող Պեպոյի կերպարի նախատիպը ուներ, ճանաչում էր Գաբրիել Սունդուկյանը Պեպո Մամուլյան անուն ազգանունով։ 1865 թվականին արեստավորների, կինտոների, ձկնորսների, համքարությունների ներկայացուցիչների մի մեծ խմբով արդարության պահանջով հարձակվում է Թիֆլիսի քաղաքագլուխ Շիրմազանյանի տան վրա։ Տեղի ունենում ընդհարում ժանդարմների հետ, զինվորականները փակում են ճանապարհները, որպեսզի Հավլաբարից հասարակ ժողովուրդը չմիանա նրանց։ Բացի Պեպո Մամուլյանից, Սունդուկյանը իր մտքում ուներ նաև հասարակ մարդկանց պաշտպանի համբավ, աղքատ մարդկանց, հասարակ մարդկանց պաշտպանի համբավ ունեցող ձկնորս Լոփյանի կերպարը։ Ինչպես տեսնում ենք, ուրեմն եւ հայ նախատիպ կար եւ վրացի նախատիպ կար, բայց իհարկե սա չէ պատճառը, այս առիթով չէ միայն, որ Գաբրիել Սունդուկյանի Պեպոն թարգմանվել եւ բազմիցս բեմադրվել է նաեւ վրացական թատրոնում։ Երբ պիեսի որոշ տեսարաններ արդեն պատրաստ էին, Սունդուկյանը մի օր պատուհանից տեսնում է փողոցով անցնող մրգավաճառ մի կինտոյի, նրան տուն է հրավիրում, հյուրասիրում է, կարդում այդ պատրաստի հատվածները, արժանանում հասարակ կինտոյի դրվատանքին, գովեստներին, նրանից խորհուրդներ է լսում եւ ըստ էության այդ կինտոն էլ դառնում է Պեպոյի կերպարի 4-րդ նախատիպը։ Բայց այդքանով հանդերձ Սունդուկյանն ասում է. Խաթաբալայի Մասիսյանցը ես եմ, էլի մեկ Զոհի Միքայելը ես եմ, Պեպոն դարձյալ ես եմ կինտոյի մաշկի տակ։
Այստեղ տեղին կլիներ խոսել նաև Պեպոյի առաջին դերակատար Գևորգ Շմշկյանի մասին։ Գևորգ Շմշկյանը Մշո դաշտից Թիֆլիսում հաստատված գերդաստանից էր։ Սկզբում ոչինչ չէր հուշում, որ քահանայի որդին թատրոն է մտնելու, դերասանությամբ է զբաղվելու, դերասանապետ է դառնալու։ Նախ ավարտել է Ներսիսյան դպրոցը, հետո ուսումը շարունակելու նպատակով հասել Պետերբուրգ, այնտեղ չի հաջողել որևէ տեղ ընդունվել, եկել է Մոսկվա, Մոսկվայում փորձել է Լազարյան ճեմարան ընդունվել, բայց այնտեղ նույնպես մերժում է ստացել։ Այնուամենայնիվ Շմշկյանը Մոսկվայում կրթություն ստանում է։ Նա ավարտում է հողաչափական ուսումնարան, գալիս է Թիֆլիս եւ ողջ կյանքը որպես հողաչափ է աշխատում։ Այս աշխատանքը նրան թույլ է տալիս շրջել ողջ Անդր եւ Այսր Կովկասում, ծանոթանալ ժողովրդին, նրա կենցաղին, նրա վարքին, մտածողությանը։ Բացի գեղարվեստական գրականությունից Շմշկյանը շատ է կարդում նաև տեսական գրականություն, ծանոթանում է ժամանակի ամենաառաջադեմ թատերագիտական տեսություններին եւ ամուր կանգնում դասական ռեալիզմի հիմքերի վրա եւ իր սկզբունքները, իր տեսակետները հղկած ու ամրացրած միայն թատրոն է մտնում։ Բացի ժամանակի մամուլում Շմշկյան դերասանի մասին բազմաթիվ հոդվածներից կա նաև իր հիշատակարանը, որից բազմաթիվ տեղեկություններ են քաղում թե ժամանակի թատերական միջավայրի, թե իր խաղացած դերերի եւ այլնի մասին։ Մինչ Սունդուկյանի հետ համագործակցությունը թեև դասական ռեալիզմի կողմնակից էր, այնուամենայնիվ բազմաթիվ մելոդրամատիկ դերեր է խաղում ֆրանսիական տարբեր մելոդրամաներում, ռոմանտիկ դերեր, խաղում է նաև ոչ շատ արժեքավոր պատմական ազգային ողբերգություններում, բայց ի վերջո Սունդուկյանի հետ համագործակցությամբ է հասնում իր դերասանական կարիերայի գագաթնակետին։ Իսկ այդ դերասանական գագաթնակետն անշուշտ Գաբրիել Սունդուկյանի Պեպո կատակերգությունում գլխավոր հերոսի դերակատարումն է։ Գաբրիել Սունդուկյանն իր Պեպոյի առաջին դերակատարին ուղղված խոսքում ասում է. «Դու տվեցիր նրան շունչ ու կենդանություն, քո խաղը գերազանցեց գրվածքը»։ Գևորգ Շմշկյանին առհասարակ կոչում են հայ թատրոնի խիղճը։ Բնավորությամբ ազնվագույն այս մարդը շատ հաճախ իր գրպանից էր վարձատրում դերասաններին, եթե ներկայացումը չէր փակում իր ծախսերը։ Առհասարակ իրեն հեռու էր պահում թատրոնին հատուկ ամեն կարգի բանսարկությունից, բամբասանքից, ինտրիգներից եւ այլն։ Գևորգ Շմշկյանը շատ լավ հասկանում էր, որ Պոլսից Պետրոս Ադամյանին Թիֆլիս հրավիրելով իրեն մեծ մրցակից է բերում, որ շատ հնարավոր է, որ նրան կզիջի առաջինի դափնին, լավագույնը լինելու պատիվը, բայց մեկնում է Պոլիս, համոզում է Պետրոս Ադամյանին եւ թե նրան, թե Աստղիկ եւ Սիրանուշ Գանթարչյաններին բերում Թիֆլիս, բերում Կովկաս։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրանց ճակատագիրը, եթե նրանք Կովկաս չգային, բայց փաստ է, որ Պետրոս Ադամյանը մեծ հռչակի եւ համբավի է հասնում հենց Կովկասում խաղալով։ Իսկ իրեն Գևորգ Շմշկյանին ողբերգական դեպքեր են պատուհասում, Պոլսում եղած ժամանակ հանկարծակի հիվանդանում եւ վախճանվում են երկու զավակները։ Սա կոտրում է տաղանդավոր դերասանին։ Նա շարունակում է բեմ բարձրանալ, բայց ժամանակակիցների վկայությամբ նրա Պեպոն արդեն ավելի շատ կարեկցանք էր արտահայտում, քան ըմբոստացում։ Այդքանով հանդերձ Շմշկյանը շարունակում է մնալ Պեպոյի անգերազանցելի դերակատարը։ Նրա հետ գիքո խաղացող Գրիգոր Ավետյանը, որ նրա նաև ռեալիստական ուղղության շարունակողն էր, գրում է այդ մասին. Շմշկյանը թե արտաքինով եւ թե մանավանդ խաղով իսկապես աննման Պեպո էր։ Նրանից հետո շատերին եմ տեսել Պեպոյի մեջ այդ դերը կատարելիս։ Շատերի հետ եմ խաղացել, սակայն թող իմ սիրելի ընկերներն ինձնից չնեղանան։ Շմշկյանի Պեպոն մի առանձին հրաշալիք էր։ Իսկապես Պեպոյի դերով հանդես են գալիս բազմաթիվ թե նշանավոր, թե ոչ այնքան նշանավոր դերասաններ։ Հայաստանի առաջին պետական թատրոնը, որ հետագայում կոչվելու էր հենց Գաբրիել Սունդուկյանի անունով, իր դռները հանդիսատեսի առջև բացում է հենց Պեպո կատակերգության բեմադրությամբ։ Առաջին այդ բեմադրության մեջ, որի հեղինակը Լևոն Քալանթարն էր, Պեպոյի դերակատարումը վստահվում է Ավետ Ավետիսյանին։ Թե ինչպիսին է եղել Ավետ Ավետիսյանը Պեպոյի դերով այսօր դժվար է ասել, հատկապես որ նա ավելի շատ տպավորվել է հանդիսատեսի մեջ, թե Պեպո ֆիլմում եւ թե հետագա բեմադրություններում Պեպոյի Հակոտնյա Զիմզիմովի դերակատարումով։ Գուլակյանի առաջին 1929 թվականին բեմադրված Պեպո կատակերգությունը այնքան է հիացնում Պեպո ֆիլմի ռեժիսոր Համո Բեկնազարյանին, որ նա Գուլակյանին հրավիրում է ֆիլմի նկարահանման որպես ռեժիսորի ընթերակա, այսինքն այսօրվա բառով ասած որպես երկրորդ ռեժիսոր։
Եվ Գուլակյանը մեծ դերակատարություն է ունենում Պեպո կատակերգության Պեպո կինոնկարի հաջողության մեջ։ Նա ոչ միայն խաղում է մրգավաճառ Կինտո Դադուլի կերպարը, ոչ միայն օգնում է ստանալ Թիֆլիսի գունեղ կոլորիտը, այլև հենց այդ բեմադրությունից բազմաթիվ տեսարաններ են ներմուծվում ֆիլմ։ Дули яблоки, 2 фунт 5 копеек, 2 фунт 5 копеек. Нет. La donna mobile, qualche momento, mutat accento, miatni capli, la donna mobile, vai. Ֆիլմում Պեպոյի դերակատարը Հրաչյա Ներսիսյանն է։ Թե կինոնկարում եւ թե հետագայում թատրոնում նա այնքան փայլուն է կատարում Պեպոյի դերը, այնքան հրաշալի է խաղում, որ այն դառնում է դերասանի, տաղանդավոր դերասանի գլխավոր այցեքարտերից մեկը։ Չմոռանանք, որ Սունդուկյանի թատրոնի արչև դրված Պեպոյի արձանի դիմագծերը հենց Հրաչյա Ներսիսյանինն են։ Պեպո ֆիլմը Յոսիֆ Ստալինը դիտել է Անաստաս Միկոյանի հետ, իր հայցական վերաբերմունքը կարծիքն է հայտնել եւ նույնիսկ Ավետ Ավետիսյանին կոչել է Զիմզիմովի դերակատար Ավետ Ավետիսյանին կոչել է սովետական Չապլին։ Հատկանշական է, որ Արմեն Գուլակյանը երկրորդ անգամ բեմադրում է Սունդուկյանի թատրոնում Պեպո կատակերգությունը եւ դեռ ֆիլմը չերել բարձրացել մեծ էկրան։ Վերջին անգամ Պեպո կատակերգությունը Սունդուկյանի թատրոնում բեմադրել է Խորեն Աբրահամյանը, բայց այդ ներկայացումը թույլ չտվեցին ներկայացնել հանդիսատեսի դատին։ Ժողովրդի կարծիքով Պեպոն ջինսով էր, դրա համար էլ արգելեցին, այդ պատճառով էլ արգելեցին, բայց չեն կարծում, թե դա էր գլխավոր պատճառը։ Ավելի շուտ պատճառն այն էր, որ Խորեն Աբրամյանը Պեպոյի կերպարը բերել էր մեր ժամանակներ, մեր իրականություն եւ ստացվում էր, որ նույն արդարությունը տիրում է նաեւ սովետական կարգերում եւ ըմբոստացող Պեպոն արդարություն էր փնտրում նաեւ մեր ժամանակներում դեպի կոմունիզմ գնացող առաջավոր սոցիալիզմի շրջանում։ Ներկայացումը արգելվեց եւ Խորեն Աբրամյանն էլ լքեց թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը եւ գնաց աշխատելու Լենինականի թատրոնում Աճեմյանի անվան։ Չգիտեմ ինչու Խորեն Աբրահամյանի աշխատանքը Լենինականի թատրոնում ժողովուրդը աքսոր էր կոչում։ Բայց անկեղծ ասած Խորեն Աբրահամյանի հետ մի զրույցի ժամանակ ճիշտ հակառակ բանն եմ լսել։ Խորեն Աբրահամյանն ասաց, որ ոչ ոք չի արգելել Պեպո ներկայացումը։ Ինքն է ցանկացել, որ հանդիսատեսը այն չտեսնի, որովհետև իր կարծիքով դեռում էր։ Նա ժամանակ է խնդրել հղկելու, կատարելագործելու ներկայացումը, որը նրան չի տրվել, այդ պատճառով էլ ներկայացումը ուղղակի չի ցուցադրվել հանդիսատեսին։ Ինչպես հաղորդման սկզբում ասացինք, այսօր Պեպո կատակերգությունը հնամոդա, հնացած է թվում նաև բարբառի պատճառով, մինչդեռ անարդարության դեմ ըմբոստացող կերպարի արքետիպը հատուկ է թե բոլոր ազգերին, թե բոլոր ժամանակների գրականությանն ու դրամատուրգիային։ Եվ այսօր կարելի է փորձել այն, ինչ ժամանակին թույլ չտվեցին Խորեն Աբրահամյանին, այսինքն Պեպոյի կերպարը բերել մեր ժամանակներ եւ մեր օրեր։ Peppa! Hello, Peppa!